Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, վերադառնում եմ Չարենցավան քաղաքից, որտեղ որ այսօր ընթանում էր եւ այդ դատարանում սկզբունքորեն ավարտվեց մի հանրային հնչեղություն ունեցող գործով վարույթը, որը դուք շատերը հավանաբար մոռացել եք, բայց ես շատ կարևորում եմ այս վարույթը, հատկապես որպես կոնտրաստ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումներ։ Խոսքը վերաբերում է դեռևս 2025 թվականի հունիսի սկզբներին լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը գյուղերից մեկում, եթե չեմ սխալվում, Պրոշյան գյուղն էր, ինչ-որ բողոքի ցույց էր, որի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ լրագրողի եւ դեռ այն ժամանակ ոստիկան Ալիկ Ազարյանի միջև ոստիկանը տեսախցիկի առջև հարվածեց Մերիին, հետո նրա ղեկավարությունը հենց այդ տեղում նրան հեռացրեց, որպեսզի չշարունակի իր, այսպես ասած, ծառայությունը այդ պահին, հետո բավական մեծ հնչեղություն ստացավ դեպքը, նրան համակարգից հեռացրեցին, հետո էլ քրեական հետապնդում հարուցեցին, քրեական վարույթ, քրեական հետապնդում այդ ոստիկանի նկատմամբ, կարմիր բերետավոր բռնության համար, պաշտոնական դիրքի չարաշահման համար, որը զուգորդվել է բռնությամբ։ Դա ծանր հոդված է, սա շատ հատուկ ուշադրություն է, ծանր հոդված է։ Ոչ միայն ծանր հոդված է, այլև վաղեմության ժամկետ չունի։ Հիմա եթե այս վարույթը չիրականացվեր, 100 տարի հետո էլ կարելի էր այդ վարույթը իրականացնել։ Ոստիկաններին վերաբերող այս դրույթը կարևոր է եւ մեր օրենսդրության մեջ կա, պետք է հիշեցնել, որ վաղեմության ժամկետ չկա, հենց ոնց որ օրինակ ցեղասպանության, խոշտանգման հանցակազմերի համար վաղեմության ժամկետ գոյություն չունի։ Այսինքն, տեսեք ինչ կարևոր հանցակազմ է, ինչ լուրջ բաներ են, այսպես ասած, սեղանին։ Բայց այդ նախկին ոստիկանի նկատմամբ իրարվեց ամենամեղմ խափաման միջոցը բացակայելու արգելք, որը իդեպ մենք չքննադատեցինք եւ հիմա էլ չենք քննադատում։ Մենք ասում ենք, այսպես էլ պետք է լինի։ Իսկ խնդիրը այն չի, որ ոստիկանի նկատմամբ կիրառվում է այս մեղմ խափաման միջոցը։ Խնդիրը այն է, որ սրբազաններն են նստած, խնդիրը այն է, որ Վազգենն ու Նարեկն են նստած, Սամվել Կարապետյանն է նստած, քաղաքապետերն են նստած, Նարեկն էլ հացադուլի մեջ արդեն ներողություն, տեխնիկական խնդիր առաջացավ։ Դա է խնդիրը։ Խնդիրը այն չի, որ ոստիկանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք։ Խնդիրը այն է, որ այդ նույն մոտեցումը չի կիրառվում քաղաքական հետապնդումների պարագայում։ Եվ ինչ տեղի ունեցավ այսօր, տեսեք, հունիսից դանդաղ ընթացող քրեական դատական վարույթ, երկու նիստ էր նշանակվել, բավական մեծ զազորով, այսպես ասած, եւ այսօր հանրային պաշտպան ունի մեղադրյալը, եկան միջնորդեցին վարույթը տեղափոխել Երևան։ Դատախազն էլ առարկեց, մենք էլ առարկեցինք։ Իհարկե օրենքով նման հնարավորություն կա, որ եթե մեղադրյալների մեծ մասը մեկ այլ տարածքի բնակիչ են, ապա դատարանը իրավասու է վարույթը փոխանցել։ Բայց այս գործով բան չկա անելու։ Լուրջ եմ ասում, вообще բան չկա անելու, այսինքն նկատի ունեմ ապացուցողական զանգվածը շատ փոքր է, այդ տեսագրությունն է, որը որ պետքա զննենք, մեղադրյալի ցուցմունքն է, մեր ցուցմունքն է, այսինքն տուժողի ցուցմունքն է, մի ոգի վկա են ներգրավել, որը լավ են արել, կարող լիներ, կարող չլիներ, ես տենց որ ասեմ, շատ այսպես չեմ ուզում սրա վրա ֆիքսվել, ես օրինակ այս վարույթը իրականացնող լինեի, կարող է եւ վկայի կարիք առհասարակ չտեսնել, որտեղ ամեն ինչ տեսագրված է։
Այս մարդը այլ կերպ է նկարագրում իր գործողությունները, մենք այլ կերպ ենք նկարագրում, այսինքն ոչ թե այլ կերպ ենք նկարագրում, այլ մենք պնդում ենք, որ հարված եղել է, նա պնդում է, որ հարված չի եղել, ինչ պետք է անի դատավորը, պետք է տեսագրությունը շատ ուշադիր նայի եւ իր գնահատականը տա, եղել է հարված, թե չի եղել։ Մեր պատկերացմամբ դա ակնհայտ է։ Մեղադրյալը ասում է, թե չէ, ես չեմ հարվածել։ Տեսագրություն կա, տեսագրության մեջ դա երևում է։ Հատկապես որ մի քիչ դանդաղացված ես նայում, ավելի ակնհայտ է երևում։ Հատկապես որ հաշվի ես առնում անմիջապես այդ հարվածից հետո մերի գործողությունները, որ դա տենց այլ բան չէր կարող լինել, քան հարվածից հետո գործողություններ։ Բայց այդ չի հարցը։ Հարցը այն է, որ էլի ձգվեց, ես իմ առարկությունը ներկայացնելուց նշեցի, որ ողջամիտ ժանկետի հարց կա։ Արդեն 7 ամիսը անցավ։ 7 ամիսը անցավ։ Տեսեք, բռնության հետ կապված ենթադրյալ առարկա։ Մեղադրյալը, որը որ նախկին ոստիկան է, անազատության մեջ չի, ամենամեծ խափաման միջոցի տակ է։ Նախորդ նիստին էլ չէր եկել, այսօր այդ հարցը քննարկվեց, մեկ չենք առարկում, ես համարում եմ, որ պատճառը օբյեկտիվ էր։ Ինչ որ բան հիմնավորում բերվեց, չեմ պնդում, որ կասկածի տակ դնելու ոչ մի հիմք չունեմ, ընդհակառակը կարծում եմ ճիշտ է ասում, բայց այս չի հարցը։ Հարցը այն է, ինչի է Նարեկ Սամսոնյանը անազատության մեջ, Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ, Նարեկը вообще հացադուլի մեջ արդեն 6-րդ օրն է։ Էլ չեմ խոսում սրբազանների, մյուսների մասին։ Սրբազանների մասին։ Սա է, այդ որ ասում են իրավական պետություն, այս կոմ ենք, ասենք չի լինում սենց, չէ։ Ուղղակի չի լինում սենց։ Լավ, այսքանը սա է ուզում տեղեկացնել։ Դատարանը որոշեց, դատավոր Վարուզյանի նախագահությամբ, չնայած դատախազի եւ մեր, այսինքն ըստ էության մեղադրանքի կողմի առարկություններին դատախազը որոշեց բավարարել մեղադրյալի միջնորդությունը, վարույթը փոխանցել Երևանի քրեական դատարանը, չգիտեմ, երբ առաջին նիստը կդնի, այդ առաջին նիստի ժամանակ հաստատ պաշտպանի հարցը առաջանալու, որտեղ հանրային պաշտպանը սպասարկում էր Կոտայքի մարզի տարածքը։ Հաստատ հանրային պաշտպանի հարցը առաջանալու, մեկ այլ հանրային պաշտպանի հարցը առաջանալու, որտեղ այս պաշտպանը վստահ չեմ, որ կարողանա մասնակցել էլ ես, որքան տեղակ եմ տարածքային բնույթակրում։ Էլի գնաց երևի առաջի բովանդակային նիստը կարող է լինի 2-3 ամսից։ Թեև նորից ասեմ, սա 2, մաքսիմում 3 նիստի հարցեր, այսօր մենք գնացել ենք այն տրամադրվածությամբ, որ նախնական դատալսումները ավարտելու ենք, հիմնական դատալսումները սկսելու ենք, տեսագրությունը նույնիսկ կարող է նայենք, կմնար հարցաքննությունները, այդ էլ հաջորդ նիստով կանենք, կվերջացնենք, կմնար եզրափակիչ ելույթները եւ արդեն դատարանը կգնահատեր ապացույցները, իր որոշումը կայացներ, իր վերդիկտը կայացներ։ Այն էլ բանից պարզվեց, որ չէ, նորից պետք է զրոյից սկսել։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։